Good afternoon and welcome to our distinguished guests and colleagues. Ողջունում ենք մեր հարգաժամ հյուրերին եւ գործընկերներին, ովքեր միացել են մեզ անձամբ թե առցանց։ Sovereign Global Solutions-ը սիրով հյուրընկալում է պաշտպանելով Հայաստանի ինքնիշխանությունը, ինքնությունը եւ ժառանգությունը խորագրով քննարկումը Հայաստանի ազգային ժողովրդավարական բևեռի ԱԺԲ անունից։ ԱԺԲ-ն արևմտամետ եւ ժողովրդավարական քաղաքական շարժում է, որն առաջ է մղում մարդու իրավունքները, դավանանքի ազատությունը եւ ողջամիտ կառավարումը Հայաստանում։ Մեզ հերավար միացել է նաեւ Երևանի թիմը, այդ թվում մեր բարեկամ եւ աջակից, Համաշխարհային բանկի տնտեսագետ, Հարվարդի գիտնական եւ Հայաստանի հարցերով փորձագետ դոկտոր Դավիթ Գրիգորյանը։ ԱԺԲ-ի գլխավոր առաջնահերթությունն է խորացնել եւ հնարավորինս ամրապնդել հարաբերությունները Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջև։ Հենց այդ նպատակով էլ այսօր կազմակերպել ենք այս ճեպազրույցը, քանի որ վերջին 1 տարվա ընթացքում ականատես ենք եղել հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու եւ բոլոր այլախոհների դեմ ուղղված բռնաճնշումների ու հալածանքների։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտորիտար քաղաքականությունը հանգեցրել է օրենքի գերակայության քայքայմանը, դատական համակարգի կոռումպացմանը, ուռճացված ու չարաշահումներով լի բանտային համակարգի ստեղծմանը եւ պականման KGB անվտանգության ապարատի ձևավորմանը, որը բանտարկել է հոգեվորականների, գործարարների, լրագրողների եւ ընդդիմադիր քաղաքական գործիչների։ Մեր փորձագետներն այսօր կներկայացնեն վերջին զարգացումների ազդեցությունը եւ մենք հույս ունենք, որ ԱՄՆ քաղաքականություն մշակողները հաշվի կառնեն դրանք, հատկապես հունիսին սպասվող ընտրությունների լույսի ներքո։ Դուք ելույթներ կլսեք դոկտոր Յան Ֆիգելից, Եվրոպական միության կրոնի կամ հավատքի դավանման ազատության խթանման հարցերով նախկին հատուկ բանագնացից եւ կրոնական ազատություն Եվրոպա ֆորումի ներկայիս նախագահից, դոկտոր Ջոն Էբներից, Christian Solidarity International-ի քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպության նախագահից, ով վերջերս բանտում այցելել է հայ առաքելական եկեղեցու arczepiskopos Բագրատ Գալստանյանին եւ նախկին դեսպան Ալբերտո Միգել Ֆերնանդեսից, Մերձավոր Արևելքի լրատվամիջոցների հետազոտական ինստիտուտից։ Մենք կսկսենք մեր առաջին բանախոսից, դոկտոր Ջոն Էբներից։ Ինչպես նշեցի, նա Christian Solidarity International-ի նախագահն է։ Ավելի քան 3 տասնամյակ նա ղեկավարել է դաշտային հետազոտություններ եւ մարդու իրավունքների պաշտպանության արշավներ իշահ վտանգված կրոնական համայնքների Սուդանում, Նիգերիայում, Հարավային Կովկասում եւ ավելի լայն Մերձավոր Արևելքում։ Նա բարոնուհի Քոքսի հետ համահեղինակ է։ Էթնիկ զտումները շարունակվում են։ Պատերազմ Լեռնային Ղարաբաղում գրքի համահեղինակը։ Դոկտոր Էբները այսօր հանդես կգազեկույցով Հալածանքը չէ խաղաղություն, ԱՄՆ քաղաքականությունը եւ պատերազմ հայ առաքելական եկեղեցու դեմ։ Դոկտոր Էբներ, խնդրեմ։ Dr. Ebner. Thank you very much, Jacqueline. It's great to be Շատ շնորհակալություն, Ժակլին։ Հիանալի է այստեղ գտնվելը։ Շնորհակալություն Հայաստանի վիճակի վերաբերյալ իմ ելույթին ներկա գտնվելու համար։ Այն հավանաբար այնքան զվարճալի չի լինի, որքան երկրի վիճակի մասին State of the Union ուղերձը։ Բայց հուսով եմ ոչ պակաս տեղեկատվական կլինի։ Ինչպես նշեց Ժակլինը, ես Հայաստանում էի այս ամսվա սկզբում, CSI-ի իմ գործընկեր դոկտոր Ջոել Վելկամպի հետ։ Դա փոխնախագահ Վենսի Հայաստան եւ Ադրբեջան կատարած այցից ընդամենը մի քանի օր առաջ էր։ Մեր օրակարգի առաջնահերթությունը Երևանի խիստ ռեժիմի կենտրոն բանտայցելությունն էր։ Իսկ ինչու բանտային այցելություն։ Ահա նախապատմությունը։ Մենք Երևանում էինք անցյալ նոյեմբերին մասնակցելու այն միջոցառմանը, որը ներկայացվում էր որպես Հայաստանի Հանրապետության անդրանիկ աղոթքի նախաճաշ, մեծարգո վարչապետ Նիկոլ Փաշինյանի աջակցությամբ եւ մասնակցությամբ։ Վարչապետն իսկապես միջոցառման առանցքային դեմքն էր եւ հիացրեց բազմաթիվ քրիստոնյա օտարերկրյա հյուրերին, ովքեր զարմացած էին Աստվածաշնչի համարների նրա ընթերցմամբ։ Մենք դեռ այն ժամանակ հույս ունեինք այցելել բանտարկված հայ առաքելական բարձրաստիճան հոգևորականին։ Դա arczepiskopos Բագրատ Գալստանյանն է։ Աստվածաշունչ մեջբերող վարչապետը կարգադրել էր ձերբակալել եւ բանտարկել նրան անցյալ հունիսին ահաբեկչության
եւ կառավարությունը տապալելու դավադրության շինծու մեղադրանքներով։ Սակայն այն ժամանակ մեզ չհաջողվեց ստանալ անհրաժեշտ թույլտվությունը։ Այդուհանդերձ 3 ամիս անց պայմանավորվածությունները ձեռք բերվեցին քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի նվիրյալ փաստաբանների հիանալի թիմի կողմից, ովքեր աշխատում էին անվճար, pro bono։ Նրանք արդեն իսկ գերազանց կերպով փաստաթղթավորել էին մեղադրող կողմի կողմից arczepiskopos-ի դեմ ապացույցների կեղծումը։ Այսպիսով, մենք կրկին մեկնեցինք Երևան։ Բանտի փոքր ու հասարակ տեսակցության սենյակում մոխրագույն մորոքով աշխույժ եւ սքեմավոր arczepiskopos-ը թողնում էր տպավորիչ եւ վեհաշունչ կերպարի ազդեցություն։ Նա մեզ հավաստիացրեց, որ իր համար մեծ արտոնություն է բանտարկված լինելը Քրիստոսին, իր եկեղեցուն եւ իր ազգին հավատարիմ մնալու ջանքերի համար։ Ամենապես մի ժամանակաշրջանում, երբ այդ քրիստոնյա ազգն ու նրա քաղաքակրթությունը կանգնած են գոյաբանական սպառնալիքի առաջ։ Բագրատ arczepiskopos-ը համարում է, որ Աստվածահ նախախնամությունն է իր այժմյան բանտարկությունը կենտրոն բանտում, որտեղ հայկական պակը մահապատժի էր ենթարկել իր եպիսկոպոսական անվանակցի եւ օրինակելի նախորդին Ստալինի 1937 թվականի մեծ ձգման ժամանակ, դա Բագրատ arczepiskopos Վարդազարյանն էր։ Եկեղեցու այս նահատակը նույնպես կեղծ մեղադրանքներով էր մեղադրվում կառավարությունը տապալելու դավադրության մեջ։ Մեր բանտային այցելությունից ընդամենը 2 տարի առաջ խարիզմատիկ Բագրատ Սրբազանը առաջնորդում էր տասնյակ հազարավոր մարդկանց 90 հազարանոց խաղաղ երթը իր թեմից Տավուշից դեպի մայրաքաղաք Երևան։ Դա նրա ծաղկազարդի պահն էր։ Նա դարձավ այսպես կոչված Սրբազան պայքար շարժման կիզակետը, որը մարտահրավեր է նետում այն ամենին, ինչ վարչապետ Փաշինյանն անվանում է իր իրական Հայաստանի գաղափարախոսությունը։ Փաշինյանի նոր գաղափարախոսությունը պահանջում է արմատական քաղաքականություն, որը թուլացնում է պատմական հայ ազգի հիմքերը։ Օրինակ, Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայ քրիստոնյաների էթնիկական կրակառության զտումը եւ այս զանգվածային օջրագործության հետ կապված բոլոր հարցերի քաղաքական եւ իրավական փակումը։ Հայաստանի սահմանամերձ հանգերի կամայական հանձնումը Ադրբեջանին։ Հայաստանի սահմանադրության փոփոխությունը համապատասխանեցնելով իրական Հայաստանի գաղափարախոսությանը։ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում Հայաստանի կառավարության աջակցության դադարումը, մարումը։ Եվ վերջում 5-րդը հայ առաքելական եկեղեցու նկատմամբ վերահսկողության հափշտակումը եւ նրան պետության ծառայի վերածելը։ Բագրատ Սրբազանը վաղուց է տեսել, որ իրական Հայաստանի գաղափարախոսությունը ոչ այլ քե զիջողություն, հինուզով բավարարել Թուրքիայի եւ Ադրբեջանի դաժան պայմանները, որոնք անհրաժեշտ են Փաշինյանի հնազանդությունը իրենց իշխանությանը ընդունելու համար։ Ադրբեջանը, ստանալով իսլամիստ Թուրքիայի եւ սիրիացի ջիհադիստների աջակցությունը, պարտության մատեց Հայաստանին 2020 թվականի Լեռնային Ղարաբաղի պատերազմում։ 3 տարի անց տեղի ունեցավ Ղարաբաղի հայ քրիստոնյաների անառարկելի էթնոկրոնական զտումը։ Այժմ իսլամական տերությունների այս համախմբությունը, որին վերջերս միացավ նաև Պակիստանը, իր թիրախում է պահում հենց Հայաստանի Հանրապետության ոչնչացումը, այսինքն հանրապետության, որպես հայոց ցեղասպանության եւ դրան հաջորդած հակահայկական զանգվածային օջրագործությունների զոհերի եւ նրանց սերնդների համար անվտանգ հայրենիքի վերացումը։ Ադրբեջանի դիկտատոր Ալիևը հրապարակային շատ հստակ է արտահայտվել վերջնախաղի մասին։ Նա բացահայտ եւ բազմիցս պարծաղվել, որ այս տարածքը, որը նա անվանում է Արևմտյան Ադրբեջան, հետ է խլվալու եւ վերաբնակեցվալու ադրբեջանցի թուրք մուսուլմաններով։ Նախընտրելի է խաղաղ միջոցներով, բայց եթե ոչ, ապա անհրաժեշտության դեպքում պատերազմի միջոցով։ Եթե իրական Հայաստան նախագիծը շարունակվի անարգել, ապա նոխապաստի չի, որ մեկ սերնդի ընթացքում քրիստոնյա հայերը Հայաստանում դառնան փոքրամասնություն, առանց քաղաքական սուբյեկտայինության, բնակվող հիմնականում Երևանի փոքրացվող հայկական թաղամասում, ինչպիսին կարելի է տեսնել Հալեպում կամ Երուսաղեմում։ Փաշինյանի իրական Հայաստանը, այսինքն Ալիևի արևմտյան Ադրբեջանը, թուրքական ադրբեջանական լուծումն է պատմական հայոց ցեղասպանության, որը 1915 թվականի մեծ եղեռնին չհաջողվեց վերջնականապես փակել։ Այս պայքարում 3 միլիոնից պակաս քրիստոնյա հայերին հակադրված է այսպես կոչված մեկ ազգ երկու պետություն թուրքական ադրբեջանական համատիրությունը,
շուրջ 100 միլիոն ընդհանուր բնակչությամբ և հսկայական տնտեսական և մարզական հզորությամբ։ Այս խաղի մեջ են նաև Թուրքիայի գաղութը հանդիսացող ջիհադիստներով ղեկավարված Սիրիան և Պակիստանը, որն այժմ իհարկե միջուկային պետություն է։ Թուրքիայի և Ադրբեջանի հետ համայնության գալու հարցում Փաշինյանի մեծագույն մարտահրավերը եկեղեցու նկատմամբ վերահսկողության հաստատումն է։ Ամերիկյանցիների մեծ մասի համար դժվար է պատկերացնել այն վճռական դերը, որը այս եկեղեցին խաղացել է հայ ազգի գոյատևման գործում։ Նա դարեր շարունակ ծառայել է հայ պետականության և հայերի մեջ քրիստոնեական վկայության ամենաամուր ինստիտուցիոնալ պատվարի հիմնականը։ Նա նախատեսված է այնպես, որ բացառի արտաքին միջամտությունը իր ներքին գործերից։ Այդ կարգով նա դիմացել է Օսմանյան խալիֆաթի դարերվճ բռնագույն հալածանքներին, այդ թվում հայոց մեծ եղեռնին, որը իրականացվեց բացահայտ հայտարարված ջիհադի կոնտեքստում և տարածվեց դեպի Կովկաս։ Հայ ազգային եկեղեցուն նաև վերապատրաստվեց նրան ոչնչացնելու ուղղությամբ աթեիստական խորհրդային իշխանության բռնի ջանքերից։ Նա վերապատրաստվեց նաև Ղարաբաղի էթնոկրոնական զտմից, աքսորի մեջ պահպանելով տարաշրջանի հալածված թեմա։ Հայ առաքելական եկեղեցու հոգևոր և ինստիտուցիոնալ ամրության պատճառով Փաշինյանի համար բավարար չէր միայն Բագրատ Սրբազանին բանտարկելը։ Նա ընդամենը առաջինն էր ավելի քան մեկ տասնյակ ականավոր հոգևորականներից, ովքեր հայտնվել են ճանրերի հետևում, ենթարկվել տնային կալանքի կամ մեղադրվել մի շարք չհիմնավորված հոդվածներով, ներառյալ ահաբեկչություն, հեղաշրջման փորձ, արդարադատության խոչընդոտ։ Փաշինյանն նաև բանտարկել է եկեղեցու ամենահարուստ աշխարհիկ բարերարին Սամվել Կարապետյանին և խորհրդային ոճով պետականացրել է նրա բիզնեսները։ Նրանց թվում, ում այժմ մեղադրանք է առաջադրված արդարադատությանը խոչընդոտելու համար, հայ առաքելական եկեղեցու առաջնորդն է ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II։ Փաշինյանի հաջողությունը կախված է կաթողիկոսի գահանկեցման հասնելուց, դա վճռական նշանակություն ունի իր քաղաքական գոյատևման համար։ Չպետք է անտեսել, որ հալածվող հայ առաքելական եկեղեցին նաև ամերիկյան եկեղեցի է։ Երկու արքեպիսկոպոսական թեմերով և ավելի քան 500,000 հետևորդներով հենց այստեղ Ամերիկայում։ Կաթողիկոսը այս ամերիկյան քրիստոնյաների օրինական հոգևոր առաջնորդն է նույնպես։ Ադրբեջանն ու Թուրքիան կաթողիկոսին և նրա առաջնորդող եկեղեցին բնորոշել են որպես խաղաղ խոչընդոտ։ Ուստի Փաշինյանը հրապարակային հայտարարեց, որ նրա հեռացումը անվերապահող նպատակ է։ Այդ պատճառով նա մեղադրում է կաթողիկոսին ազգային նկատառումների ազգային անվտանգության սպառնալիք լինելու, օտարերկրյա գործակալի հաշվետվություն տալու ամեն օր և նման այլ բաներում։ Փաշինյանը մեկ քայլ առաջ է գնացել, հագնելով մի հանդերձ, որը նման է սքեմի, և իրեն դնելով մի հակականոնական հանձնաժողովի գլխին, որը պետք է ուղղորդի եկեղեցու բարեփոխումները։ Բոլշևիկները նմանատիպ մի բան արեցին 1920 թվականներին։ Նրանք ստեղծեցին, ֆինանսավորեցին և ամեն կերպ խրախուսեցին հակականոնական, այսպես կոչված ազատ եկեղեցական շարժում, մարտահրավեր նետելու օրինական կաթողիկոսի և եկեղեցական այլ առաջնորդների հեղինակությանը։ Այդ ջանքերը չկարողացան ապահովել խոստացված բարեփոխումները և հոգևոր վերածնունդը։ Դրա փոխարեն դա պարզապես նախագիծ էր այն արյունալի զտումների, որոնք հանգեցրին ոչ միայն Բագրատ արքեպիսկոպոսի անվանակցի մահապատժին, այլև մեկ տարի անց այն ժամանակվա կաթողիկոս Խորեն Առաջինի սպանությանը։ Հիշեք, որ կոմունիստական դարաշրջանի արյունալի կրոնական հալածումները առաջին հերթին իրականացվում էին հենց հայերի ձեռքով, ովքեր ծառայում էին Մոսկվայի շահերը։ Այսօր, երբ Հայաստանը դուրս է գալիս ռուսական ազդեցության գոտուց և անցնում թուրքական ադրբեջանական համատիրության ազդեցության տակ, նույնպես կան հայեր, ովքեր կձգտեն դեպի քաղաքական իշխանություն և կծառայեն Անկարայի և Բաքվի հակահայկական և հակաքրիստոնեական շահերին։ Մեզ հրաժեշտ տալուց առաջ Բագրատ արքեպիսկոպոսը խնդրեց մեզ նամակ փոխանցել փոխնախագահ Վենսին։ Նա որոշ ընդհանուր եզրեր գտավ փոխնախագահի հետ, որի կաթոլիկ դավանությունը լայն կերպով հայտնի է։ Սրբազանը գրել էր. «Դուք, պարոն փոխնախագահ, իրավացի էր զգուշացրել, որ Եվրոպան քաղաքակիրթական ինքնասպանություն է գործում։
հրաժարվելով Եվրոպայի քրիստոնեական ինքնությունից եւ բացելով իր սահմանները նրանց առաջ, ովքեր չեն կիսում եվրոպական հուդայա-քրիստոնեական ավանդույթներից բխող արժեքները։ Բայց նա նաև ցանկանում էր, որ փոխնախագահն իմանա, սա հենց այն է, ինչ Հայաստանի վարչապետը նախագծում է Հայաստանում։ Արքեպիսկոպոսը կարող էր նաև ավելացնել Վենսի քննադատությունը Եվրոպայի հասցեին, խոսքի ազատության սահմանափակման եւ ժողովրդավարական հետընթացի այլ ձևերի վերաբերյալ, որոնք այժմ տեղի են ունենում Հայաստանում։ Բագրատ արքեպիսկոպոսը Վենսի հետ ընդհանուր եզրեր գտավ նաև այլ հարցում։ Նա հաջողություն մաղթեց փոխնախագահին մի կողմից Հայաստանի, մյուս կողմից Ադրբեջանի ու Թուրքիայի միջև խաղաղությանը նպաստելու եւ Կովկասում վարչակազմի հիմնական ռազմավարական նպատակի իրականացման համար պայմաններ ստեղծելու գործում։ Այն է Թրամփի ուղին հանուն միջազգային խաղաղության եւ բարօրության։ Սակայն նման խաղաղությունը, զգուշացրեց արքեպիսկոպոսը, չպետք է հիմնված լինի հայկական ազգային պետության կործանման վրա։ Արքեպիսկոպոսն առաջարկեց, որ իրական եւ տևական խաղաղության կարելի է հասնել, եթե Թրամփի վարչակազմն ապահովի հետեւյալը. Բաքվում պահվող հայ քրիստոնյա գերիների ազատ արձակումը, որոնց ազատման կոչը Թրամփն արդեն իսկ արել է։ Նա հրապարակավ պահանջել է նրանց ազատումը, սակայն դա դեռ տեղի չի ունեցել։ Երկրորդ, Երևանում պահվող եկեղեցու հետ կապված բանտարկյալների ազատ արձակումը։ Եվ երրորդ, երաշխիքներ 150,000 հայ քրիստոնյաների անվտանգ վերադարձի համար, մարդու հիմնարար իրավունքների պահպանմամբ, ովքեր բռնի տեղահանվել են Լեռնային Ղարաբաղի իրենց տներից։ Ցավոք, Երևանում եւ Բաքվում գտնվելու ժամանակ փոխնախագահը չարձագանքեց Բագրատ արքեպիսկոպոսի մտահոգությունների Հայաստանի քաղաքակրթական ինքնասպանության վերաբերյալ։ Նա նաև հրապարակավ չանդրադարձավ եւ չապահովեց որևէ մեկը այն պայմաններից, որոնք արքեպիսկոպոսը մատնանշել էր որպես կայուն խաղաղության համար էական նախապայման։ Այնուամենայնիվ, այնինչ արեց փոխնախագահը, ազգային եկեղեցուն հալածողի վերընտրելու հայտին աջակցելն էր եւ հայոց ցեղասպանությանը հղում անող թվիթի գրառման ջնջումը ի հարգանք ցեղասպանությունը ժխտող թուրք-ադրբեջանական համատիրության կոնդոմինիումի։ Հարց է առաջանում. Արդյոք այս թուրք-ադրբեջանական համատիրության ուժերի մեջ է մտնում Միացյալ Նահանգների փոխնախագահին գրաքննության ենթարկելը կամ ինքնագրաքննության յուրօրինակ ռեժիմ պարտադրելը։ Փոխնախագահի այցից օրեր անց Հայաստանի վարչապետը սրեց իր պատերազմը եկեղեցու դեմ, քրեական գործեր հարուցելով կաթողիկոսի դեմ եւ արգելելով նրան յուծ եւ 7 այլ եպիսկոպոսների երգը երկրից, որպեսզի թույլ չտան նրանց մասնակցել Ավստրիայում կայանալիք եպիսկոպոսական համաժողովին։ Կամա թե ակամա, Վենսի այցը փաստացի կանաչ լույս վառեց հայ առաքելական եկեղեցու հալածանքները շարունակելու համար։ Երբ լսում ենք, թե ինչպես է Թուրքիայում ԱՄՆ դեսպան եւ Սիրիայի հարցով հատուկ բանասպան Թոմ Բարակը առանց սպիտակ տան կողմից որևէ ուղղության, քարոզում այն դոկտրինը, թե խաղաղությունը հնազանդություն է, թույլի հնազանդությունը ուժեղին, եւ որ առաջին համաշխարհային պատերազմից հետո ստեղծված մրցավոր ավերելքում պետություններ, այնպիսիք ինչպես Հայաստանը եւ Իսրայելը, ոչ այլ չեն, քան ցեղեր դրոշներով, արհեստական սահմաններով եւ երբեք նախատեսված չեն եղել որպես ազգային պետություններ լինելու համար։ Այստեղ պետք է տարբերակում մտցնել։ Նրանք միանշանակ հավատարիմ են Թրամփի ուղին, դրանում կասկած չկա, բայց բաց հարց է մնում. արդյոք կա հավատարմություն հայկական ազգային պետությանը։ Դուք կարող եք ունենալ Թրամփի ուղի առանց հայկական ազգային պետության։ Մի վարչակազմ, որը նրան իրեն ներկայացնում է որպես Ամերիկայի պատմության մեջ ամենաքրիստոնյա վարչակազմ եւ որպես հալածվող քրիստոնյաների աննախադեպ պաշտպան, պետք է օգնի պաշտպանել կրոնական ազատությունը եւ նրանց, ովքեր պայքարում են հուդայա քրիստոնեական ավանդույթներից բխող արժեքները պահպանելու համար։ Սա ամերիկյան մեծ մասի ակնկալիքն է։ Պետության հարկացման ուժի կիրառումը եկեղեցիների եւ այլ հավատքի համայնքների ներքին գործերին միջամտելու համար
Խորթ է եւ խիստ մերժելի է կրոնական ազատության ամերիկյան ավանդույթին։ Քիչ ամերիկյան քրիստոնյաներ կհանդուրժեին նման միջամտություն իրենց սեփական եկեղեցիների գործերի նկատմամբ։ Այսօր CSI-ը քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպությունը կոչ է անում Թրամփի վարչակազմին ցուցաբերել ուժ եւ վճռականություն, պաշտպանելով հայ առաքելական եկեղեցուն այս հալածանքներից եւ դրանով մեծացնելով աշխարհի առաջին քրիստոնյանասնի քրիստոնեական քաղաքակրթության գոյատևման հեռանկարը։ Քանի որ աշխարհը հարգանք է տածում նախագահ Թրամփի ուժի եւ առաջնորդության հանդեպ, հարց է առաջանում. ինչու տենց չվարվեն նաեւ Թուրքիայի իսլամիստ Էրդողանը եւ Ադրբեջանի նավթով հարուստ տիրակալ Ալիևը։ CSI-ը հավատում է, որ ամերիկյան ուժեղ առաջնորդությունը կարող է հնդակ հանդիսանալ Կովկասում խաղաղության հաստատելու համար, առանց զոհաբերելու հայ առաքելական եկեղեցում եւ դրա վրա հիմնված հայ նասնը։ Մենք հուսով ենք եւ աղոթում ենք, որ Թրամփի վարչակազմ դեմ կանգնի այս մարտահրավերին, հաշվի առնելով Երեմիա մարգարեի պատշաճ խոսքերը։ Նրանք մակելեսորեն են բուժում իմ ժողովրդի վերքը, ասելով. «Խաղաղություն, խաղաղություն, մինչդեռ չկա խաղաղություն»։ Հայ ժողովրդին մեծ վնասներ են հասցվել, ցեղասպանություն, կոտարմասներ, եւ մենք չկարող թույլ տալ, որ դրանց հետ հանուն խաղաղության վարվեն որպես թեթև եւ աննշան հարցերով։ Շատ շնորհակալություն ուշադրության համար։ Thank you very much for your attention.